Աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Ավետարան են կարդում, ասում է շուտ արա, ոչխարը սարովն անցավ։ Փոքրիկ հերոսատիտով բարեկամներ, ողջույն պարոն Ռոբոբո, այսօր մենք ունենք մասնակից, ով պետք է մարտնջի, մենամարտի, պարոն Ռոբոբոմի դեմ, լսում եք ինձ, շուտով նա այտնվի ինձ մոտ, որից հետո կգա ձեզ մոտ, ուզում եք իմանալ թե ով է այն։ Իհարկե ուզում եք, ահա, հիմա կտեսնեք, բաբա, Bebe, ողջույն, պարոն Բումի թանկագին բարեկամ ձեր անունը։ Նունե, իսկ ազգանունը։ Ասլանյան, Նունե, ձեր ծափարությունները սիրելի հերթատող բարեկամներ, բարձր։ Նրանք ոգևորում են մեզ։ Որտեղ եք դուք սովորում իմ թանկագին բարեկամ։ Ես սովորում եմ 100 դպրոցում։ Ահա, իսկ որ դասարանում։ 7-րդ։ 7-րդ դասարանում, իսկ որոշել ես ինչ ես դառնալու։ Դեռ չէ։ Դեռ ոչ, չենք որոշել։ Իսկ դու ունես դասընկերներ, ընկերուհիներ։ Այո։ Եկ ողջունեք նրանց։ Ես ողջունում եմ իմ ընկերներին, դասընկերներին եւ դասընկերներին։ Բրավո, իմ թանկագին բարեկամ։ Ինչ պատրաստ ես։ Այո։ Չվախենաս, ես քեզ հետ եմ։ Դե ինչ, պարոն Ռոբոբոմ, մենք գալիս ենք։ Պատրաստվիր, թրջելու ես տիեզերք, չես վախենում։ Ոչ։ Ահա, դու շատ խիզախ ես, դու այսօր անպայման կհաղթես իմ փոքրիկ բարեկամ։ Բաբա, բեբե, բում։ Փոքրիկ բարեկամ, ես անապեր կսպասեմ, նրա հաղթանակած վերադարձին։ Ես վստահ եմ, որ նա հաղթելու է։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Դու պատրաստ ես մասնակցել ինտելեկտուալ խաղին։ Այո։
Լավ, բացատրեմ խաղի կանոնները։ Ես քեզ կտամ 10 հարց, որպեսզի ստանաս գլխավոր մրցանակը, պետք է ճիշտ պատասխանես բոլոր հարցերին։ Յուրաքանչյուր հարցի համար ունես ընդամենը 10 վայրկյան։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Հարց առաջին։ Հովհաննես Թումանյանի Գիգորը պատմվածքում ինչ է Գիգորի հոր անունը ժամանակ։ Պատասխան։ Համո, Հարց երկրորդ։ Որն է Բուլղարիայի մայրաքաղաքը ժամանակ։ Պատասխան։ Սոմալիա, Հարց երրորդ։ Շարունակեք ասացվածքը, խոսքը մեծի ժամանակ։ Պատասխան։ ջուրը փոքրին, Հարց չորրորդ։ Որ քաղաքում է գտնվում Մխիթարյան միաբանությունը ժամանակ։ պատասխան չկա։ Հարց հինգերորդ։ Որն է աշխարհի ամենախոշոր թռչունը ժամանակ։ Պատասխան։ Ջալյան, Հարց վեցերորդ։ Ով է եղել Ամերիկայի առաջին նախագահը ժամանակ։ Պատասխան։ Վաշինգտոնը, Հարց յոթերորդ։ Ինչ մետաղի էին երազում ստանալ ալքիմիկոսները ժամանակ։ Պատասխան։ ոսկի, Հարց ութերորդ։ Ինչ գրական անունով է հայտնի Գրիգոր Տեր Հովհաննիսյանը ժամանակ։ Պատասխան։ Հովհաննես Թումանյան, Հարց իներորդ։ Ամերիկան մայր ցամաք է, թե աշխարհամաս ժամանակ։ Պատասխան։ աշխարհամաս, Եվ վերջին 10-րդ հարցը։ Ով է գրել տարվա եղանակներ համերգների շարքը ժամանակ։ Պատասխան։ չեմ հիշում։ Մեր խաղը ավարտված է։ Իսկ այժմ տեսնենք, թե քանի հարցի դու ճիշտ պատասխանեցիր։ Հարց առաջին։ Հովհաննես Թումանյանի Գիգորը պատմվածքում ինչ է Գիգորի հոր անունը
Պատասխան համբո Հաց երկրորդ Որն է Բուլղարիայի մայրաքաղաքը Պատասխան Սոֆիա Հաց երրորդ Շարունակեք ասացվածքը խոսքը մեծին Ջուրը փոքրին Հաց չորրորդ Որ քաղաքում է գտնվում մխիթարյան միաբանությունը Պատասխան Վենետիկ Հաց հինգերորդ Որն է աշխարհի ամենախոշոր թռչունը Պատասխան Ջայլամը Ով է եղել Ամերիկայի առաջին նախագահը Պատասխան Ջորջ Վաշինգտոն Հաց յոթերորդ Ինչ մետաղ էին երազում ստանալ ալքիմիկոսները Պատասխան ոսկի Հաց ութերորդ Ինչ գրական անունով է հայտնի Գրիգոր Տեր Հովհաննիսյանը Պատասխան Մուրացան Հաց իներորդ Ամերիկան մայրցամաք է թե աշխարհամաս Պատասխան աշխարհամաս Եվ վերջին 10-րդ հարցը Ով է գրել տարվա եղանակներ համերգների շարքը Պատասխան Անտոնիո Վիվալդի Դե ինչ Ես հիացած եմ, սակայն գլխավոր մրցանակը չես կարող ստանալ Շնորհակալություն խաղի մասնակցելու համար Շնորհակալություն խաղին մասնակցելու համար Ես մյուս անգամ անպայման կհաղթեմ Ստեսություն Ոչինչ, դեռ կտեսնեք, պարոն Ռոբոկում, թե ինչ խելացի բանիտներ կան մեր թագավորությունում։ Իմ տակակի բարեկամ, իհարկե դու հաղթեցիր, ճիշտ է։ Ոչ, ես պատասխանեցի ընդամենը 5 հարցեր։ Ոչ ոք չի կարողանում հաղթել բարդեն հարցերը, ոչինչ, իմ տակակի բարեկամ։ Ասա տեսնեմ, շատ է իրար հանգստանում։ Այո։ Այո, իսկ քանի հարցի ճիշտ պատասխանեցիր։ 5 հարցի ամենևին ված չէ, իմ թակագին բարեկամ, ես քեզ համար ունեմ նվերներ, անվճար այցելության տոմս էկզոտարիումի կողմից խնդրեմ։ Շնորհակալ։ Եվ իհարկե կոնուս մակապատանեկան զարգացման կենտրոնի կողմից կրկին անվճար այցելության կտրոն, խնդրեմ։ Եվ վավը մակական գեղեցկության սրահի կողմից անվճար կարող ես գնալ այս քո գեղեցիկ վարսեր կհարդարեմ կդառնաս իսկական արքայադուստր համաձայն ես Այո Խնդրեմ այս նվերը դե ինչ թանկագին հեռուստադիտող բարեկամներ կրկին մենք չկարողացանք հաղթել Ռոբոբումին բայց ոչինչ ես վստահ եմ որ կգտնվի ինչ որ մեկը ով կարող է ճիշտ պատասխանել բոլոր հարցերին ճիշտ է Այո Իսկ ինչ կմաղթես մեր շատ սիրելի հեռուստատող փոքրիկ բարեկամներին Նրանց կմաղթեմ որ բոլորը գերազանց սովորեն եւ կարողանան մասնակցել այսպիսի մրցույթների Շատ ճիշտ է աղբյուր իմաստության շնորհակալություն ես վստահ եմ որ ինչ որ մեկը ինչ որ մի օր կհաղթի դե ինչ եկ հրաժեշտ տանք մեր շատ սիրելի հեռուստատող բարեկամներին Վարդան այգեցի, առյուծը գայլը և աղվեսը Առյուծը գայլը և աղվեսը եղբատյացան որսի էլան Կթամ յոխոյ մի մակի և մի գավ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին Բաժանին այդ որցում էլ մեջ Ով թագավոր արդեն ասված բաժանել է Խո եկես մակինից գարնել աղվեսին Առյուծը բարկանալավ ապտակ սարկեց գալի ծնոտին Գալի աշկերը դուս թռան Երկնան ուստեն տարլաց եղավ Առյուծն ասաց աղվեսին Բաժանիր այդ որցում էլ մեջ
Ով թագավոր, Աստված արդեն բաժանել է, խոյը քեզ ճաշին, մագին քեզ հրամայքին, կարմիր քեզ մրցիկին։ Ով խորամանկ աղվես, քեզ ով սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։ Ինձ սովորեցին գայլի աչքերը, որ դուսն Թանկից էժանը չկա։ Շտապ օգնեցին, մայրիկ, ճամայիկ, ասաց լուսնեն, չէ որ ամրանը պապիկն ասում է, որ արեկակը քնում է դրսում, այս ռացեցին ձումն է մեջ պաղ ոնց է անում, իսպես չիմես դու մի բախնա, ասաց մաջիկը, արևն անգամ տաքություն ունի, ոձն է մեծ մուշ կքնի, վայ, որ արևն ունի տաքություն, տխրեց լուսնեն, դարի զանգան շտապ օգնեցին։